Տիկին Մելոյան լրահոսում տեղեկություններ կան, որ Նարեկ Կարապետյանին կենտրոնական ընտրական հանձնաժողովը զրկել է անձեռնմխելությունից, արդյոք ստուդիա այս տեղեկատվությունը փորձել եք հաստատաբանների հետ։ Դեռևս ես էլ ձեզ պես լրատվամիջոցներից տեղեկատվություն ստացա։ Եկեք մի պնդում ինձ թույլ տամ կատարելու, այնինչ այսօր այս երկու օրերին տեղի է ունենում, դա իրավունքի հերթական դեֆորմացիան է։ Սա իրավական վակխանալի է, որովհետև մենք ունենք մի շրջան, եթե անգամ վերացարկվենք ընդհանուր նախորդ պրակտիկայից 2021-22 թվական պրակտիկ իրադարձություններ, սահմանադրական դատարանի որոշում եւ այլն, այս կարճ ժամանակահատվածում ունենք մի իրողություն, երբ կրկին նախորդ թիվ շրջանում, երբ սահմանադրական դատարանում քննվում էր ընտրության արդյունքները, այս ազգային ժողովի ընտրությունների հունիսի 7-ի ընտրությունների մասին է խոսքը, կրկին դատախազությունը միջնորդություններ էր ներկայացրել մի շարք պատգամավորության թեկնածուների անձեռնմխելիությունից զրկելու կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ին նիստ է հրավիրել, հուլիսի 8-ի նիստով կայացրել է որոշումներ, որոնց մեջ սևը սպիտակի վրա գրված է, որ հուլիսի 4-ից կենտրոնական ընտրական հանձնաժողովի լիազորությունները չեն տարածվում պատգամավորի թեկնածու չհանդիսացող անձանց վրա։ 3 հուլիսի 21-ին թե Նարեկ Կարապետյանը, թե մնացած բոլոր թեկնածուները մի շարք քաղաքական ուժերի, ովքեր հայտնվել են ազգային ժողովում, իրենք ստացել են պատգամավորի կարգավիճակ։ 3 կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական նիստ անցկացրեց, որում որոշում կայացրեց մանդատներ տրամադրելու մասին։ Եվ դրա հիմքով նաև արձանագրության հիման վրա վկայականներ են տրամադրվել։ Այսինքն պաշտոնապես երեկվանից հենց նույն ԿԸՀ-ի կողմից բոլոր թեկնածուները արդեն պատգամավոր են հանդիսանում։ Արդյոք այս պահից չի սկսում գործել Սահմանադրության 96-րդ հոդվածը, որը անձեռնմխելիություն է սահմանում պատգամավորի նկատմամբ, իսկ անձեռնմխելիությունը ենթադրում է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել բացառապես ազգային ժողովի համաձայնությամբ։ Արդյոք կենտրոնական այստեղ հիմա մի այլ խնդրի, մի այլ իրավիճակի հետ գործ չունենք, երբ երկու պետական մարմինների գործառույթները հատվում են եւ հակասահմանադրական ճանապարհով են հատվում, որովհետեւ այս նույն մեկնաբանությունը հենց ինքը կենտրոնական ընտրական հանձնաժողովն է արել։ Ժողովուրդ ջան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հուլիսի 8-ին ասել է, որ ինքը այլևս գործ չունի անձեռնմխելիության ինստիտուտի հետ, որ ինքը այլևս չի կարող համաձայնություն տալ պատգամավորի թեկնածուին պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, պատգամավորին ազատազրկելու